Հարքեստեր ժամանակ է գալու, որ այս բաները սովորական են դառնալու։ Սիրելիներ, մենք շարունակում ենք անցած պատգամը, որ վերնագրել էի ինչի մասին են լռում սերովբեները։ Սերովբեները ոչ մի բան Եսայային չէին փոխանցում, ոչ մի պատգամ, բայց նրանց դիրքը, նրանց կեցվածքը, նրանց պահվածքը, նրանց ստեղծագործության այդ ամբողջականությունը Եսայային եւ մեզ ցույց է տալիս Աստծո ճաշակը, Աստծո արժեքները, որովհետեւ նրանք հատուկ ստեղծագործություն էին Աստծո փառքի համար, գրավում էին Աստծո գահի շուրջը առաջի շրջանը, գրածա որ Աստծո գահից բարձր էին իրանք կանգնած զարմանալի է, եւ իրանց այդ դիրքով եւ պահվածքով բան էին փոխանցում, որպեսզի մենք թարմացնենք մեր հիշողությունը, թողեք մի անգամ եւս կարդամ Եսայա 6-րդ գլխի այդ հատվածը եւ մենք շարունակենք։ Ոզիա թագավորի մահվան տարին Տիրոջը տեսա, որ բարձր ու վերացած աթոռի վրա նստել էր։ Նրա քղանցքը տաճարն էր լցնում։ Վերևի կողմը սերովբեներ էին կանգնած նրա առաջ, որոնց ամեն մեկը 6 թև ուներ, երկուսով երեսն էին ծածկում, երկուսով ոտքերը եւ երկուսով թռչում էին։ Եվ փողփոխակի աղաղակում էին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորքերի Տերը։ Բոլոր երկիրը նրա փառքով լեցուն է։ Եվ աղաղակի ձայնից դրան սեմերի հիմքերը շարժվեցին եւ տունը ծուխով լցվեց։ Եվ ասեցի. Վայ ինձ, ահա ես կորսվում եմ, որովհետեւ ես պիղծ շրթունք ունեցող մարդ եմ եւ պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ բնակվում։ Եվ իմ աչքերս զորքերի Տեր թագավորը տեսան։ Բայց սերովբեներից մեկը իմ կողմս թռավ եւ ձեռքը կրակի կայծ ուներ, որ սեղանից ունելիով վերցրել էր։ Նա բերանից կպցնելով ասեց. Ահա սա քո շրթունքներիդ կպավ եւ քո անօրենություններդ վերցվեցին եւ մեղքերդ քավություն եղավ։ Հետո լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Ում ուղարկեմ եւ մեզ համար ով պիտի գնա։ Եվ ես ասեցի. Ահա ես, ինձ ուղարկի։ Նա էլ ասեց. Գնա, ասա այս ժողովրդին, լսելով պիտի լսեք, բայց պիտի չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց պիտի չգիտենաք։ Տեր, մենք խոնարհացնում ենք մեր սրտերը եւ խոստովանում ենք, որ քո կարիքն ունենք, Տեր։ Ես շատ եմ խնդրում եւ ակնկալում եմ, Տեր, որ քո հոգովդ կառաջնորդես քո սրտի մեջ եղած խոսքը հասանելի մեր սրտերին, մատչելի, կբացես քո խոսքը մեր հոգիների մեջ երկրորդ անգամ լսելու եւ տեսնելու այն ինչ որ դու ուզում ես, որ մենք տեսնենք, հասկանալու, միտք առնելու, տեսնելու ոչ միայն քեզ, նաեւ ինքներս մեզ, ոնց որ Եսայան եւ փոխվելու քո ներկայության մեջ։ Թող այս բոլոր բաների մեջ միայն քո մեծ, բարձր եւ սուրբ անունը փառավորված լինի Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն անցած անգամ մենք նայեցինք Տիրոջը փնտրելու մասին եւ հիմա պետք է շարունակենք։ Անցած անգամ մի փոքր կանգ առա կարգ ու կանոնի վերաբերյալ, բայց հիմա մի փոքր ուզում եմ լրացնեմ դա։ Սերովբեները ամեն մեկը իր տեղը ուներ։ Աստված իրանց համար տեղ էր որոշել։ Աստված իրանց համար դիրք էր որոշել։ Աստված իրանց համար պահվածք էր որոշել եւ իրանք ամբողջությամբ դրա մեջ էին։ Աստված իրանց համար գործ էր որոշել եւ նրանք պիտի շարունակաբար թռնեին Աստծո ներկայության մեջ եւ շարունակաբար պիտի երկրպագեին Աստծուն, ասելով նույն խոսքերը. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորքերի Տերը եւ ամբողջ երկիրը լեցուն է նրա փառքով։ Դուք գիտեք, փորձառաբար հեչ տեսել եք, որ Աստծո ներկայության մեջ նույն բանը ասելը չի հինանում։
դու կարաս անընդհատ նույն բանը ասես եւ դա անընդհատ ավելի է վառվում եւ ավելի է վառում քեզ։ Եղել է ձեզ հետ, ինձ հետ եղել է։ Մի անգամ, երբ որ ես աղոթում էի Տիրոջ ներկայությունը եկավ եւ ինձանից անկախ մի փափագ մտավ իմ մեջ։ Ես չեմ հիշում ինչքան ժամանակ, բայց երևի թե մինիմում մի 10 րոպե անընդհատ ասում էի ուզում եմ քեզ ճանաչեմ։ Անընդհատ էի ասում, ուզում եմ քեզ ճանաչեմ։ Եվ ամեն անգամ, երբ որ դա ասում էի, իրականում ավելի էր բոցավառում այդ փափագը իմ մեջ ասուն ճանաչելու եւ կրկնում էի, մինչեւ որ Տերը պատասխան տվեց։ Ինքը ասեց, եթե այսօր դու ինձ ճանաչես, վաղը դու պիտի նորից ինձ ճանաչես։ Եվ հասկացա, որ չկա վերջնական մի ճանաչողություն, որտեղ ես կարող եմ ասել, որ ես ճանաչում եմ։ Ուրեմն սերով բեները անում էին նույն բանը մշտապես, միշտ իրանց տեղում էին, միշտ իրանց դիրքում էին եւ միշտ ծածկված էին եւ միշտ երկրպագում էին Աստծուն։ Աստված իրանց ստեղծել էր, որպեսզի իրանք իր Աստծո ուզած Աստծո կամքը եւ Աստծո ճաշակը բավարարեն։ Նրանք մարմնացումն էին Աստծո կամքի բացահայտման, այսինքն նրանց մեջ եւ նրանց միջոցով բացահայտվում էր, թե Աստված ինչ է հավանում, ինչ է սիրում եւ ինչպես է ուզում որ լինեն իրանք իրանց արժեք։ Ուրեմն սերով բեների կեցվածքը մեզ ցույց է տալիս, որ Աստված նախ եւ առաջ կարգ ու կանոն է սիրում։ Աստված ուզում է, որ մենք լինենք իր որոշված տեղում։ Երբ որ ես առաջի անգամ գնացի տնային խմբակ, իմ մկրտությունից հետո էր, մկրտությունից հետո ես պետք է տարածքային մի խմբում հաստատվեի, եւ մեր տանը մոտիկ այդքան շատ մոտիկ չկար, որ գնայի այդտեղ, տենց մի քիչ ավել պակաս հեռավորությամբ տարածքային խմբեր կային, ես որոշեցի առաջի անգամ գնամ ամենահեռուն, հեռվից սկսեմ, այդպես շրջանը գնամ բոլոր տեղերը, որտեղ որ տեսնեմ, որ հարմար է, այդտեղ ես կհաստատվեմ։ Ու գնացի մեր տարածքից ամենահեռու խումբը տան երկրորդ հարկում էր, մտա ներս ու առաջի տպավորությունից շատ վատ էր։ Այդ միջանցքը լեցուն էին կոշիկներով, մտա զալում տատիկներ էին նստած լիքը, երիտասարդները սենց կարող է երկու ձեռիս վրա չհաշվեին, այդքան քիչ էին, երգերը շատ սենց տանջված տառապած երգեր էին, ու երբ որ ես առաջի այդ էֆեկտ, առաջի տպավորությունը տեսա, իմ մեջ ասեցի, սա առաջի եւ վերջի անգամն էր, որ ես ստեղ կլնեմ։ Պաշտամունքը վերջացավ, ես եկա տուն, ամեն ինչ նորմալ էր, քնելուց առաջ ծունկի եկա Տիրոջ առաջ, փառք էի տալիս այդ օրվա համար եւ այլն, չեմ հիշում, ինչ էի ասում, մեկ էլ հանկարծ Տերը ինձ հետ խոսաց։ Ասեց այս բառերը. ում էիր փնտրում, որ չգտար։ Ու ես ամաչեցի։ Բացեց մի անգամից իմ շարժառիթը եւ ես հասկացա, որ իմ այնտեղ գնալու պատճառը Հիսուսը չէր։ Իմ կոմֆորտն էր։ Իմ կոմֆորտը։ Լավ կզգամ, այդտեղ կմնամ, լավ չեմ զգա այդտեղ, ուրիշ տեղ կգնամ։ Ես փառք եմ տալիս Տիրոջը այդ հանդիմանության համար։ Փառք եմ տալիս Տիրոջը, որ ինքը կանգնել է իմ սխալի առաջ, ոչ մենակ այդ անգամ, շատ անգամներ։ Ես ապաշխարեցի, ասեցի Տեր, խնդրում եմ ինձ ների, ես հենց այդտեղ էլ կհաստատվեմ։ Չնայած որ ամենահեռվից էի սկսել, ու ես ստիպված էի ամեն անգամ գնալու ամենահեռու, այդ ժամանակ տրանսպորտ չկար, 94 թիվներ, 94 թվի աշուններ։ Եվ բայց որովհետև Տերը այդքան հստակ ինձ դրեց իմ տեղը, ես հասկացա, որ վերջ դա է։ Ու մի քանի ամիս այդտեղ հաճախելուց հետո
հանկարծ զարմանալի մի բան եղավ, այդ տարածքի պատասխանատուն, այդ խմբի պատասխանատուն, իմ շատ սիրելի համբարձում եղբայրը, որոշեց, որ ես պետք է իր օգնականը լինեմ։ Եվ ինձ ասեց, որ ես որոշել եմ, դու պետք է իմ օգնականը լինես։ Ես ասեցի, համբարձում եղբայր, ինձանից շուտ եղբայրներ կային, ասեց, դա քո գործը չի։ Եվ մի քանի ամիս էլ անց ինքը գնաց Ամերիկա իր ծնողներին այցելության եւ ես Երեմիայի պես նոraմանուկ այդ ամբողջ խմբի մեծ խումբ էր, այդ ամբողջ խմբի պատասխանատվությունը մնաց իմ վրա եւ 2 ամիս, եթե չեմ սխալվում, ես ճռնչում էի այդ բանի տակ։ Բայց երբ որ ինքը եկավ, ես արդեն ուրիշ մարդ էի դարել։ Ինչի, որտեվ գիտեք, եւ Աստված մեզ ձգում է, մեզ թվում է թե հեսա պատրվելու ենք, մենք կտրվելու ենք, բայց ինքը գիտի չափը։ Այն պատրվելու վարկանին, որ արդեն մենք պետք է պատրվենք, վերջ երբ որ թուլացնում է, մենք երբ որ մեր տեղն ենք գալիս, հասկանում ենք, որ այդ նույն չափը չենք, արդեն մեծացել ենք մենք։ Եվ այդպես Տերը ինձ սկսեց աճեցնել այդտեղ որպես ծառայող։ Համբարձում եղբայրը դաժան ստրատեգիա ուներ, ճակերտավոր դաժան։ Օրինակ, պաշտամունքը գնում է, ոչ մի բառ չի ասել նախորոք, երգի ժամանակ լուր է ուղարկում ինձ, ասում է, Արմենին ասեք, ես երգից հետո ինքն է վկայություն տալիս։ Այստեղ շատ հումանիզմ կա մեր մոտ, էլի այդ առումով համոզում ենք ով կվկայի բան, բայց այն ժամանակ իմ համար հանձինս ինձ այս ձև էր, Արմենին ասեք, թող այս երգից հետո պետք է ինքը վկայություն տա։ Ու ես չէի կարող ասեմ չէ։ Դա չեղացի մի բան էր, որ ես համբարձում եղբոր ասեի չէ։ Եվ մաքսիմումը, որ ես ունեի, այն շնորհքը առատության, նա էր, որ ասեի թող մի երգ երկեն։ Այդ լավ էր, որ վկայություն նույն ձևի ինքը լուր էր տալիս, ասում էր, ասեք, որ այս երգից հետո ինքը պատգամ է տալու։ Կամ Կիրակի օրը հավաքում էր եղբայրներին, ասում էր, այսօրով է խոսալու։ Կիրակի օրը պաշտամունքից մի կես ժամ առաջ։ Գիտեք ինչ էր հետաքրքիր, բայց որ դրանից առաջ Տերը ինձ խոսք էր տվել, որ ես պետք է պատգամ տամ։ Ես գիտեի, որ ես եմ պատգամ տալու։ Արդեն պատրաստ էի։ Եվ եղբայրները հերթով հրաժարվում են, ես սպասում էի մինչև վերջ, որ եթե մեկ ինձանից առաջ կտա, թող տա, բայց չէին տալիս։ Մնում է ես, ասում եմ ես կտամ։ Ու այդ ձև Տերը սկսեց ինձ այդ հոգևոր զինվորական կարգ ու կանոնի մեջ դաստիարակել եւ համբարձում եղբոր միջոցով բավականին մեծ շինություն բերեց իմ կյանքի մեջ, դաստիարակելով հոգևոր գործիչ։ Այն տեղը, որտեղ որ Աստված մեզ դրել է, այդտեղ պիտի աշխատի մեզ հետ, այդտեղ համապատասխան գործիքներ կան։ Հիշում եք, որ մեր Ստեփանավանի հովիվ Արտուրը այստեղ քարոզում էր, թե ոնց էր մի եղբայր իրան հալածում ամենտեղ։ Գալիս էր հայտնում էր կողքը, բզում էր ասում էր, լացապ տուր։ Հիշում եք։ Այն անցած կիրակի Ստեփանավանում էինք, եւ այդ եղբորը ասեցի, էլի ես հալածում, թե վերջացել է։ Հասկանում եք, որ երբ որ Աստված դնում է մեզ մի տեղ, այդտեղ ինքը կարողանում է աշխատի մեր հետ։ Այն ընտանիքը, որտեղ որ դու ծնվել ես, պատահական չի։ Այն թաղամասը, որտեղ դու մեծացել ես, պատահական չի։ Այդ ամեն ինչ որ կա։ Եսայան ասում է, քեզ քանդողները կմեկնեն։ Եվ ինչքան ուրախալի լուր է, չէ՞։ Դու քանդվում ես, մինչև հիմքերդ բացվում է, էլ քեզանից բան չի մնացել, եւ Աստված ասում է, քեզ քանդողները կմեկնեն։ Ասում ես, Տեր Աստված, փառք քեզ, հետո ասում է, քեզ շինողները կգան։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, այս բանը հիշի, շինողները գործ չեն կարող անեն առանց քանդողների։ Նախ պիտի քանդվի ամեն ինչ որ մարդկային է։ Աստված մարդկային հիմքի վրա չի սարքում։ Նա պիտի բացի եւ Քրիստոսին դնի հիմքի մեջ։ Պողոս առաքյալը ասում է, որ
ոչ մեկը ուրիշ հիմք չի կարող դնի դրածի զատ, որ է Քրիստոսը։ Եթե Քրիստոսը չի մեր հիմքը, երեխեքը այսօր երկեցին այդ երկը, չէ՞։ Հիմար մարդը սարքեց իր տունը ավազի վրա։ Այդ որն է, դա մեր նախասիրություններն է, մեր ճաշակն է, մեր եսն է, որ մարդիկ մեզ հավանեն, մեզ գովեն։ Լավ, մի ընթաց կարող է լինի, բայց հետո քանդվելու է դա, հետո կգան քանդողները, կքանդեն ու դու մի փախի։ Տերը մարգարեի միջոցով ասում էր, ես քարեր եմ տեղաշարժում, մի կռվի իմ հետ։ Ու ես չէի հասկանում։ Կռվում էի Տիրոջ հետ։ Մեզ թվում է, թե մենք հասկանում ենք։ Մի հատ եղբայր կար, ահավոր ինձ նեղացրեց, տեղս չէի գտնում, հետո պատգամ պետք է տայի։ Տեղս չէի գտնում, լացում էի Տիրոջ առաջ, ասում Տեր, լավ հասկացանք, խի այսքան շատ։ Ու Տերը ինձ ասեց. «Այդ ես եմ, այդ իմ ձեռքն է, դու մերժում ես իմ ձեռքը»։ Ասեցի, ոնց կարաս դու սխալ բան անես, ինքը չպատասխանեց։ Հետո ես հասկացա։ Հետո ասեցի, Տեր, չեմ մերժում, պաչում եմ ձեռքդ։ Դու ինչքան ուզես կարաս անես։ Տեսեք ավետ ինչքան տեղին ամիջամտում ծափա տալիս։ Դու ինչքան ուզես կարաս անես, դու իրավունք ունես։ Ասեց գնա հիմա այդ եղբոր հետ հաշտվի։ Պաշտամունքի, ես ասում էի փախնեմ, փառաբանությունը սկսի, փախնեմ գնամ, կապ չունի, ես եմ պատգամախոսը, ով է, կապ չունի, ինչ սրտով պետք է պատգամ տամ։ Ասեց գնա իր հետ հաշտվի։ Գնացի, տեսա լաց է ալնում, ես էլ էի լաց ելնում։ Իրար գրկեցինք, սկսեցինք երկուսով լաց ելնել։ Երբ որ բարձացա բեմ, Տիրոջ առաջ եմ ասում, ես երբեք այդքան մեծ օծությամբ չէի քարոզել։ Դուք կարծում եք Աստված ուզում է, որ մենք հաջող ծառայենք, չէ։ Ինքը ուզում է մենք խոնարհվենք։ Ինքը ուզում է մենք ընդունենք։ Ինքը ուզում է մենք համաձայնվենք։ Որովհետև խոնարհներին շնորհք է տալիս Աստված։ Մենք պետք չի որ աղաղակենք, ասենք Տեր օրհնի, ես ծառայելու եմ Տեր, չէ, պետք չի որ։ Մեզ պետք է որ ճիշտ սրտով, ճիշտ շարժարիթով կանգնենք այնտեղ, խոնարհվելով Տիրոջ առաջ եւ նրա շնորհքը կգա մեր կյանքերի մեջ։ Գտի քո տեղը։ Աստված քեզ որոշել է Քրիստոսի մարմնի մեջ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Մարմինը ամենա ներդաշնակ ստեղծագործությունն է, որ կա երկրի վրա։ Ամենաբարդ, որոշ գիտնականներն ասում են, մենք տիեզերքն ենք ուզում բացահայտենք, բայց մի տիեզերք էլ մեր մարմնի մեջ կա։ Այնքան միկրո այդ աշխարհի մեջ այնքան ներդաշնակություն կա դրված ու բջիջները ոնց են ամեն մեկը մյուսի համար հոգ տանում, այդ մարմնի կանոնն է։ Ոնց են մաքրում իրար, ոնց են սնունդ տալիս, ոնց են փոխանցում, ուրիշինը չեն վերցնում իրանց։ Սա մարմնի կանոնն է։ Եվ մենք պարտավոր ենք մեր տեղում լինենք։ Երբ որ մենք մեր տեղում չենք, մենք վնասում ենք մարմինը։ Որտեւ այն բջիջը, որ իր տեղում չի, օտար բջիջ է, եւ մարմինը սկսում է պայքարել այդ օտար բջիջի դեմ։ Մենք պետք է գտնենք մեր տեղը։ Նաեւ շնորհակալ եմ Տիրոջը, որ իմ ապաշխարությունից հետո մի անգամից ինձ հայտնեց իմ կանչվածությունը։ Ընդամենը մի քանի ամսվա ապաշխարած էի, մկրտված էլ չէի ջրով, եւ մի հատ քույրիկի միջոցով Տեր ասեց, որ ես քեզ քարոզի չեմ պատրաստում։ Երբ որ սկսեցի քարոզել եւ ինձ թվաց թե արդեն քարոզում եմ, հետո ասեցի Տիրոջ ասեցի, բա հիմա ինչ եմ անելու։ Ու Տերը դրան էլ պատասխանեց։ Համբարձում եղբոր միջոցով ասեց, այ օրինակ մեր Արմենը կանչված ավետարանիչ լինելու։ Հետո ես իրան ասում եմ, ինքը չի հիշում, որ այդպեսի բան ասե։ Բայց ես մի քանի օր սպասում էի այդ պատասխանին, ու երբ որ ասեց, ես դա վերցրեցի։ Ու երբ որ գնացել էինք ավետարանչական դասեր սովորելու, բանում մանկական ճամբարները որտեղ էին ելնում։ Արզենիում։ Իմ սենյակում, երբ որ աղոթում էի, Տիրոջ ներկայությունը եկավ ու Տերը ինձ ասեց, ես քեզ բերել եմ այստեղ պատրաստելու նրան, ինչին կանչել եմ։ Հետո սկսեց ինձ Աստծո խոսքը բացել որպես ավետարան, ու ես քարոզում էի բացառիկ բարի լուրը։
Դու կանչված ես, պատահականության արդյունք չես, հարցրու Տիրոջը, քո տեղը, ինչի համար այնքը որոշել քեզ, մի հենվի քո նախասիրությունների վրա, ինչ դու կուզես, ինչ դու կսիրես, կարևոր չի դա, հարցրու ասա Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ, ինձ ասա, հովվի սրտի մեջ դիր, երազի մեջ խոսա, կարդալուց ցույց տուր, ինչ որ մեկի միջոցով խոսա հետս, ցույց տուր, հաստատի ինձ իմ տեղը, ես ուզում եմ իմ տեղում լինեմ։ Իմացի հայտնաբերի քո տեղը, գրավի քո տեղը եւ օրհնություն եղի շատերի համար եւ ասում փառք բեր դրա մեջ։ Աստված եթե խոսքը վերաբերվում է կարգ ու կանոնին, ուղիղ կապվում է Աստծո հետ։ Չի կարող Աստծո ներկայությունը գա միտեղ, որտեղ կարգ ու կանոն չկա։ Առաջի Իսրայելի առաջի սերունդը խառնամբող էր անապատի մեջ։ Խառնամբող, ցեղերով 12 խառնված էին։ Ոչ մի կարգ չկար, ոչ մի կանոն չկար։ Երբ որ Աստված վերջացրեց առաջի սերունդի հետ եւ նրանք մահացան, երկրորդ սերունդը անապատում վարժանքներ էր անում, գիտեք։ Աստված Մովսեսին ասեց. ամեն ցեղ իր տեղը պիտի ունենա անապատի մեջ։ Իր դրոշը պիտի ունենա անապատի մեջ, իր առաջնորդը պիտի ունենա անապատի մեջ, երբ որ փողերը հնչեն, իրանք պետք է իմանան, մի փողի հնչելով ինչ պետք է անեն, երկուսի ժամանակ ինչ պետք է լինեն, եթե փողը երկար հնչի, ինչ պետք է լինեն։ Եվ ինչ էր անում Աստված, վարժեցնում էր նրանց կարգ ու կանոնի։ Եվ ասում էր, երբ որ ամպիսյունը կամ կրակիսյունը շարժվի, հավաքվեք եւ պիտի շարժվեք։ Աստված բացատրություն չէր տալիս, թե ինչու հիմա եւ ուր են գնում։ Երբեք չկար է ձևի բան։ Ամպիսյունը շարժվում էր, փողերը հնչում էին, Մովսեսը աղաղակում էր Տիրոջը եւ Իսրայելի 12 ցեղը ճանապարհ էին անցնում։ Կանգնում էր միտեղ, բացում էին վրանները, հարմարվում էին նորից, ամեն մեկը իր դրոշակի, ամեն մեկը իր ցեղի, իր որոշված տեղում։ Աստված ասել էր առաջինը Հուդայի ցեղը պետք է շարժվի։ Կարևոր է որ մեկը, այո, կարևոր է, ամեն ինչ կարևոր է, ամեն մանրունք կարևոր է Աստծո համար։ Եվ գրված է, եթե կրակիսյունը մնում էր մի օր, կապ չունի, շարժվում էր, պիտի բոլորը շարժվեին։ Մարդիկ կարող ասեին, «Էս ինչ բան է, մի օր էլ չմնացինք», ոչ ոք իրան չէր ստիպում շարժվել, կարային մնային եւ մեռնեին անապատի մեջ։ Բայց կյանքի համար իրանք պիտի հետևեին Աստծուն, պիտի շարժվեին Աստծո հետ։ Սահմաններ էին դրվում, սահմանների մեջ պետքա մաքուր լիներ։ Աստված ասում էր մաքուր պահի քո բանակը, որ ես քո բանակի մեջ բնակվում եմ, որ չգնամ քո քեզանից, իմ ներկայությունը չգնա, մաքուր պահի։ Սիրելիներ, ուզում եք եկեղեցու մեջ Աստծո ներկայությունը ուժեղանա, մենք պետքա գնանք կարգ ու կանոնի մեջ։ Մենք պետքա սովորենք կարգ ու կանոնի մեջ։ Մինչև մի ժամանակ նորմալ է, որ մենք այսպես ինքնահոսի հավաքվում ենք, օրհնվում ենք եւ այլը պաշտում ենք Աստծուն, բայց հիմա ժամանակը եկել է, որ մենք պետքա մտնենք կարգ ու կանոնի մեջ։ Դրա համար ես խրախուսում եմ ձեզ, աղոթեք Տիրոջը, խնդրեք Տիրոջ, ասեք Տեր, ես չեմ ուզում հանդիսատես լինեմ, ասա ինձ ես ով եմ։ Համարձակություն է պահանջվում, որ մենք այդ հարցը տանք։ Չէ՞։ Որտեվ կարող է հանկարծ Աստված մի բան ասի, որ հեչ մեր սրտով չի։ Իսկ դուք կարծում եք ավելի լավ է միամիտ երանելի անգիտության մեջ մնալ, հա? Վարձ կստանանք դրանից, Տերը կգովա մեզ, չէ։ Որոշները վախում են աղոթել, որ Տերը չասի, արա այն ինչ որ դու չես ուզում անես։ Չէ, Ասիա ջան, մանկականի ծառայության մեջ, օրինակ, շողերքուրը փառաբանության մեջ, օրինակ։ Եվ կարող է ինձ բարև չտակել դրանից հետո։ Հա, ես չեմ ասում հաստատ այդ ձևը, բայց կարող է լինի։ Հա, ինչ որ մեկն էլ կարա մտածի այս ձև, ասի Տեր, ես չգիտեմ ինչի ես կանչել, ես սկսում եմ այն ամենաանտեսված բանից։ Դու ժամանակին ցույց տուր ինձ, ինչի ես կանչել։ Ինչ է դա։ Ասենք ճիշտ է, մենք հերթապահություն ունենք քույրերի, որ դահլիճը մաքրում են, բայց տեսեք, որ պաշտամունքի սկզբից չենք մաքրում, մեզանից հետո ենք մաքրում, բայց ինչ որ մեկը կարա շուտ գա, ու պաշտամունքից առաջ մի հատ պտտվի, ու նայի ու սենց բաները,
վերացնի, որ հանկարծ մտնողների աչքը չգրավի, միտքը չմնա այդտեղ, որ ինչի է աստեղ ընկած եւ այլն։ Կամ ուրիշ բան, ես չգիտեմ ինչ։ Ես սկսեցի փայտ կոտրելուց, մեքենա լվանալուց, եւ այդ ամենայն ցածր գործիքներ կրելուց կապ չուներ, եթե հայտարարում էին, որ այսպիսի բան է պետք, ես այդտեղ էի, գիտեք ինչու, որովհետեւ Հիսուսը ինձ շատ էր ներել։ Ու ես պարտավորություն ունեի վերադարձնելու իրան։ Եվ այդպես կամաց Տերը սկսեց ծառայության մեջ տանել ինձ։ Գտի քո տեղը։ Մի վախենա։ Կարող է նաև զարմացնի քեզ։ Մի բան ասի, որ քո մտքից վեր է։ Օրինակ ոնց որ ինձ ասեց, որ դու պետքա քարոզես։ Այդ իմ աբորտ արած երազանքներ, որ Աստված հարություն տվեց։ Որտեվ սատանան ասեց, քո նմանը չի կարա այդ սուրբ գործի մեջ օգտագործվի։ Բայց Աստված որոշել էր։ Պողոս ասում է, որ ինձ որոշեց, որ իր ավետարանը քարոզեմ ես։ Ամեն մեկի համար նա որոշած ունի։ Նայեք մարմնին ու տեսեք, ամեն մեկը իր տեղում է։ Եվ դա օրհնություն է ամբողջ մարմնի համար։ Ամեն։ Շատ լավ։ Առաջի բանը, որի մասին սերովբերները լռում են, դա նա է, որ Աստված կարգ ու կանոնի Աստված է։ Եթե շատ խորը գնանք, ստեղ մեր պաշտամունքը կավարտվի միայն կարգ ու կանոնի մեջ, բայց ուզում եմ, որ մենք նայենք առաջ գնանք եւ նայենք հետագան։ Հաջորդ բանը, որ Եսայան նկարագրում է, սերովբերներից ասում է, որ նրանք 6 թև ունեին։ Աստված հատուկ նրանց 6 էր ստեղծել։ 6 Եվ ամեն մի զույգ թևը իր նպատակը ուներ։ Ինչի Աստված պատահական բան չի ստեղծել։ Ամեն բան նպատակի համար է։ Նրանց 2 զույգ թևերը ծածկվելու համար էին։ Նրանք պիտի ծածկվեին։ Դա Աստծո ճաշակն է։ Դա Աստծո բնույթ բացահայտումն է։ Դու գիտեք, որ գրված է Աստծո փառքը բանը ծածկելն է։ Աստված ծածկվող Աստված է։ Նրանք, ովքեր որ Աստծուն ճանաչել են, նրանք ասա ջան, մի գնա։ Ովքեր որ Աստծուն ճանաչել են, որոշներ ասել են, դու ծածկվող Աստված ես։ Ոչ ոք Աստծուն չի տեսել։ Քրիստոսի մեջ մարդիկ տեսան Աստծուն։ Քրիստոսի մեջ Աստված ինքն իրեն բացահայտեց։ Եթե մեկը գա հանկարծ ձեզ ասի, որ հորը տեսել, ասուտ է խոսում ինքը։ Որովհետև գրված է, չի տեսել եւ չի էլ կարող տեսնել։ Անկամ հավիտենության մեջ մենք չենք տեսնի Աստծուն։ Հրեշտակները Աստծուն չեն տեսնում։ Ծածկված է Աստված իր փառքի մեջ։ Եթե կարելի է դա փառք ասել, այդ քարերի, այդ թանկարժեք քարերի, այդ ցորքերի մեջ ինքը ծածկված է։ Եվ հանկարծ մեզ կթվա, թե որ այդ իրան ծածկող, այդ փառքը ինչ որ ավելի մեծ բան է, քավլեցի։ Դա ծածկում է, այդ ցորքերը ծածկում են աստվածային էության ամենամեծ գանձերը, որոնք որ Հիսուսը բացահայտեց, օրինակ ասելով, որ ես խոնարհ եմ։ Մարդիկ սիրում են ցույց տալ իրանց։ Հիսուսը իր քարոզի մեջ էլ է ներկայացնում, որ ինքը սիրում է ծածուկը։ Մի քանի բան ասեց ինքը, չէ՞։ Երբ որ ինչ որ բան եք ուզում, ողորմություն եք ուզում անեք, ծածուկ արեք։ Փող մի հնչեցրեք։ Թող քո աջ ձեռքը չիմանա թե ձախը ինչ անում, կամ հակառակը։ Բայց այսօր սոցիալական սայթերը լիքն են իրանց առաքինությունները հրճակող մարդկանցով։ Չեմ ուզում ավելի գնամ եւ ասեմ վերջապես, որ օգնեցինք սրան, օգնեցինք նրան, այս արեցինք, այն արեցինք։ Ինչի մասին է խոսքը։ Դա ինքնագովազդ է։ Մի ասոմարտ ասում է տարածվեց, որ մի հատ անձնավորություն կա, որ չգիտեմ, 6 ժամ օրական, թե քանի ժամ աղոթում է։
ասում ես էլ էի շատ սիրում աղոթել, ասեցի Տեր ուզում եմ իր այդ հանդիպեմ, ուզում եմ իրանից սովորեմ եւ առիթ եղավ, գրեցի ինքն էլ չմերժեց, հանդիպեցինք իրար հետ սեղանի շուրջ, հաց կերանք, զրուցեցինք, հետո երբ որ բաժանվեցի իրանից, հիասթափված էի։ Ասեցի Տեր, այս մարդը ոչ մի բան չուներ, 6 ժամ աղոթում ա քեզ, ոչ մի բան չուներ ասելու, ու Տեր ասեց, որովհետև ինքը իր վարձքը առնում է։ Դա է իր վարձքը, որ բոլորը իմանան, որ ինքը 6 ժամ աղոթք է անում։ Տեր ասում է, ծոմ ես պահում, մի ցույց տուր։ Դեմքդ մի ավերի, մռութները գիտի, որ քեզ հարցնեն, կարող է ծոմի մեջ ես։ Մի ցույց տուր։ Աղոթք ես անում, երևացող տեղերը մի արա։ Մարդկանց առաջ մի արա։ Սիրուն աղոթքներ մի արա։ Անկեղծ աղոթք արա։ Մի արա, մի աղոթք, որ մարդիկ լսեն, ասեն, այ քեզ էս ինչ ձևի է աղոթում ինքը։ Մի արա։ Պարս, հասարակ։ Անցած անգամ էլ ասեցի, պիտի չհամոզենք Աստծուն, պիտի ցույց չտանք, որ մենք լավն ենք եւ քեզ համոզում ենք, որ դու բարի կանես, խո մենք Աստծուց բարի չենք։ Մենք ծածկում ենք նրա փառքը, այդ փառքը վերցնում ենք մեր վրա եւ ասում ենք, Տեր ջան, մենք միաբանվել ենք, աղոթում ենք քեզ, խնդրում ենք, որ դու այս բաները անես, աղաչում ենք քեզ, Տեր, խնդրում ենք, սենց տպավորությունը նենց է, որ ինքը չի ուզում անի, մենք պետք է իրան համոզենք, որ ինքը անի, հետ էլ կասենք, ես ինչ համոզեցինք մենք Տիրոջը։ Մարդիկ ասում են, Մովսեսը նենց բարեխոսեց Տիրոջը, որ Աստված նորից եկավ Իսրայելի մեջ։ Սիրելիներ, եթե Տերը չուզենար 1000 հատ Մովսես չէր կարա իրան բարեխոսեր։ Արդեն վերջացած կլներ հարցը, չէ՞։ Ախր Տերը ուզում էր։ Դրա համար իր առաջ կանգնացել էր մեկին։ Ինքը ասում է, հարցը սա է, որ ես մեկին չգտա խրամատի մեջ կանգնող։ Եթե գտներ մեկին խրամատի մեջ կանգնող, համապատասխան բարեխոսություն կբարձրացներ իր միջոցով։ Չէ՞ որ այդ Սուրբ Հոգին է մեզ տալիս Աստծո սրտի հաճելի բարեխոսություն։ Ամեն։ Երբ որ մեր աղոթքը ստացվում է, Սուրբ Հոգին օգնում էր մեզ։ Մենք պետք է Աստծո արժանապատվությունը չիջացնենք համոզելով նրան, չէ, ընդհակառակը։ Հիսուսը ոնց էր անում։ Հայր, ես գիտեմ, որ դու միշտ ինձ հետ ես եւ լսում ես ինձ։ Ղազարոց դուրս արի։ Աստված է ամեն բարիքի աղբյուրը։ Մենք պետք է ասենք, Տեր, մենք այդքան խոսք չենք գտնի նկարագրելու, թե դու ինչքան ավելին ես ուզում, քան մենք ենք խնդրում քեզանից։ Ամեն ժամանակն է հոգևորապես հասունանալու, սիրելիներ։ Ուրեմն, առաջի զույգ թևերը ծածկում էին դեմքը։ Սերովբեները արտակարգ գեղեցիկ ստեղծագործություն կլինեն։ Ես չեմ հավատում, որ մենք երբևէ կտեսնենք նրանց դեմքը։ Կարող է տեսնենք, բայց իրանք կարող է երբ որ այդ ունելիով բերեցին Եսայայի հետ կայծը կպսրեցին շուրթեն, կարող է այդ վաղ ծածկված չէին, բայց իրանց պաշտոնի մեջ իրանք միշտ ծածկված են, իրանց երկրպագության մեջ միշտ իրանք ծածկված են։ Սիրելիներ, ինչ է սա նշանակում։ Մեր դեմքը մեր առանձնահատկությունն է։ Մեր առավելությունն է։ Ինչ է կատարվում մեր դեմքերի վրա։ Ես դեմ չեմ, որ քույրերը կսվեն։ Չէ, մեղք չի կսվելը։ Այդ չեմ կարա նույնը ասեմ այդ պլաստիկ օպերացիաների մասին։ Ինչ է կատարվում։ Ընդգծի քո առավելությունները։ Ասենք աչքերդ այդքան էլ արտահայտիչ չեն, այդ ծարույր դիր աչքերիդ, դարձրու սիրուն է ձև։ Ոչ մեկիդ չեմ ուզում ասեմ, հավատացեք անհատական ոչ մեկիդ բան չեմ ասում։ Շուրթերդ այդքան էլ հաջող չեն, բայց քո ձեռնա սահմանները մեծացրու, դու սարի սահմաններից։ Թող ավելի։ Թող պլաստիկ վիրահատության փող չունես, զատո պամադա ունես։ Մեծացրու շուրթերի սահմանները։ Շատերը Եսայա 54-ը շփոթում են։
Ընդարձակի սահմանները։ Վայ, բա որ մոդա անգավ ունքերը փետելը, նկարելը ունքերը, վայ որոշներ էլ ենքան անճաշակ են նկարել, մի անգամից ավել չես կարա նայես իրա վրա, որտև եթե նայես կամ ուժեղ կծիծաղես, կամ դեմքիդ արտահայտությունից ինքը կտենա, որ ինչ տպավորություն է ստացել, փառք Տիրոջը, որ դուք չեք արել այդ բանը, ձեզ շատ եմ սիրում, որ դուք չեք արել այդ ունքերի, հետո պարզվեց, որ ինչքան ունքերը շատ ենքան մոդայիկ, սա ծաղր չի, ասեք ին ծաղր չի, սատանան չի ծաղրում բա մարդկանց, չի ասում հիմա տեսեք, մարիոնետկեք են սենց բաներով կապված, հիմա էս ամոդա, ու գնաց այդ տրենդը, այդ զիբիլը, տարածվեց ամբողջ աշխարհով մեկ բոլոր ազգությունների մեջ, ունքեր նկարեցին, հետո հասկացան, չէ, բնականն ամոդա, հաստ թավ ունքերը, հետո սկսեցին ունքեր ցանել, ավելացնել, ես իմինչ, մտածում ես, որ բալավ ոնց ալնելու, պարզում է, որ կանացի տրամաբանությունը, երևակայությունը, սահմաններ չի ճանաչում, իրանք գիտեն ոնց անեն, հետո են, հիմա էս ամոդա, ու ինչա, շտամպ ա դնում սատանան, սաղի վրա սենց, սաղ նույն դեմքով, բադիկի կտուցներով, ամաչում եմ մնացածը շարունակեմ սիրելներ, հասկանում եք, չէ, չեմ ուզում դեմքից իջնեմ ներքև, Աստված ասում է, սերով բեներն ասում են, Աստված, որին դու երկրպագում ես, դու պետք է իմանաս ինչա հավանում ինքը, որնա երկրպագությունը, ծածկի քեզ, սա երկրպագությունը, ծածկի քեզ, մի պարծեցի, մեր ժամանակներում օրինակ պարելը մեղք էր, գնացել էինք հարսանիք ապաշխարությունից հետո, իմ ընկերոջ հարսանիքներ նստած էինք հենց երաշտությունը, սկսեց ոտերս թուլացավ, պարը ընգավ ոտերս, ու ես բողոքում էի, ախր ինչի չի կարելի պարել, որտև մենք լավ էինք պարում, ամեն տեղ խնջույքների ժամանակ, որ մենք պարում էինք, մեր շուրջը շրջան էին անում, ու մենք պարում էինք մեջտեղում, սիրում էի պարել, պարելը մեղք չի, բայց կա մեղավոր ձևով պարել, բեղ պահելը, Ռաֆայել աղբեր ասմա, որ ես շուտ իմանայի, ֆայմը շուտ հասներ, ես համբարձումը հենց որ ապաշխարեց, կասեի բեղ պահելը մեղ կա, հիմի էլ չի հավատում, ասմա, արդեն ուշացրել եմ, էդ իմ համար էր ասում Սուրիկ աղբեր, Թորս արդեն սովորել ասում, այս բեխա, այս մորուկա, մի վաղ սաղ բեխ էր ասում, պարի ժամանակ անպարկեշտ ցուցադրվելը մեղքա, քեզ բացելը, քո ուշադրություն գրավելը, մարմնիդ բարեմասնությունները ցուցադրելը, բոլոր առումներով, ամեն վիճակում, պարելուց կլինի կամ որտեղ ուզում լինի, Աստված նրա ճաշակը ծածկվելն է, ծածկվելը, ինքը սիրում է, որ ծածկվի, երբ որ աղոթք ես անում, գնա մտի ծածուկ սենյակդ, հայրը, որ ծածուկը տեսնում է, ուզում ես Աստծո ուշադրությունը գրավես, ծածկվի, մի անգամից կտեսնի քեզ, մի անգամից կտեսնի, պետք է դրսևորես քեզ ծածկի, մի դրսևորի, պետք է բերանդ բացես, որ ցույց տաս քո առաքինությունը փակի, մի խոսա, մի ցույց տուր, որ դու այսքան կարևոր ես, այսքան լավն ես, այսքան տարբեր ես ուրիշներից, առավելությունները մեր, Աստված գեղեցիկ է ստեղծում ամեն բան, անգամ օվկիանոսների հատակներում ընենց գույներ կան, ընենց գեղեցկություններ կան, ոչ ոք կարող է կյանքում չի էլ տեսնելու, բայց ինքը այդտեղ ստեղծում է, որովհետև ինքը տեսնում է, նրա հայացքը թափանցում է, գեղեցիկ ես փառք Տիրոջը, բայց քո ներսը թող ավելի սիրուն լինի, կանանց պատվերը սա է, Պետրոսը ասում է, ձեր պարծանքը թող չլինի, հյուսվածքներ, ոսկու շարքեր եւ այլն, այլ որը ներսի մարդը
ծածուկ մարդը, որը Աստծու համար խիստ պատվական է եւ հաճելի։ Երբ որ ինչ-որ բան ենք ուզում անենք, մեզ հարց տանք, ասենք ինչու եմ անում այս բանը։ Ինչու։ Ում եմ ուզում զարմացնեմ, ում եմ ուզում ուշադրություն գրավեմ։ Մենք աշխարհը զգում եք ինչքան է հակառակ Աստծուն։ Աշխարհը բացում է։ Այսօրվա մոդան մերկացնում է։ Դաժե այն ամենաերկար շորը, որ հագնում են կանայք աղջիկները, մերկանում են ավելի շատ, քան թե ծածկվում են։ Բայց Աստված սիրում է, որ մենք մեր առանձնահատկությունները, մեր առավելությունները ծածկենք։ Սերովբեները անենց էին պահում իրանց, որ Եսայան ուզենար տնտղեր մի բան չէր գտնի, բացի թևերից։ Չկար ոչ մի գրավիչ բան։ Ինչի, որովհետև Աստվածը կարևորը։ Մենք պետք է այդ ցուցանակը լինենք, սիրելիներ։ Այդ ցուցանակը, որին ուզում են նայեն եւ տեսնում են, որ գրված է։ Աստվածը կարևորը։ Իրան նայեք, իրան տեսեք։ Ես ով եմ։ Հիսուս ասում էր, երբ որ ձեզ հրամայված բաները անեք, ասեք մենք անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր ենք անելու, նա ենք անում։ Ծածկենք մեր առանձնահատկությունները։ Տերը ինձ այդ Թուրքիայի այդ հայտնության ժամանակ հասկացրեց, որ երբ որ ես բեմ եմ բարձրանում, ոչ մի բան չլինի, որին վրա մարդկանց կարծիք բանը հայացքը մնա, որ իրանց միտքը կանգնի, որ տեսեք, օրինակ հանում եմ իմ մատանիները, չնայած շատ է ժանագին արծաթից մատանիներ են, կարևոր չի, ոսկի լինի, արծաթ լինի, հանում եմ, որ մարդիկ չնայեն այդտեղ եւ մտածեն, տենաս քանիս է տվել, տենաս ինչ քարեր են, տենաս ցիրկոնի քարեր են։ Լուրջ եմ ասում, են մի հատ մատանի ունեմ, այս, որ տալիս եմ ռոդիումի, են խելքահան կանի, մի երևի 2 կարատանոց քարա, բայց ցիրկոնա, ես էլ արծաթա, ոսկի չի։ Ասում եմ, որ հանկարծ մեկը ասի, ես ինչ թանկանոց մատանի ես դնում, կասեմ, $200 ծախում եմ, ուզում ես թանկանոց մատանին։ Պատկերացնում եք, ես սա դրած քարոզ եմ, պատկերացնում եք ինչ կլինի, մարդիկ ասել, լա, պահո, չէ, պահոն, նայա ու մասին մենք խոսում ենք։ Հենց ստեղ է հարցը, թե մեր գանձը ով է, եթե մեր գանձը Տերն է, մենք պետք է, Պողոս առաքյալ ասում, մենք կանչվել ենք նրա առաքինությունները հռչակելու, նրա առաքինությունները հռչակելու։ Ինչ լավ է, որ մեզ տեսնողը Հիսուսին տեսնի, որ չկանգնի մեր վրա, որ տենա մի բան, որ մենք չենք իրոք, տեսնի մեր աչքերի մեջ խաղաղություն, սեր, ընդունելություն, խոնարհություն, հարգանք իր նկատմամբ, տեսնողի նկատմամբ, հարգանք։ Ոչ թե մեր առավելությունը դիմացինից։ Ուրեմն Աստված ծածկվող Աստված է։ Մի քանի տեղեր ասեմ, երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցրած գանձի։ Գանձ է, բայց թաքցրած է։ Սենց մատուցված չի էլի, էստի համեցեք չկա։ Պետք է հատուկ ճաշակ ունեցող եւ հնարամտություն ունեցող մեկը, որ հասկանա, որ այդտեղ այդ պարզ հողի տակ գանձ է թաքնված։ Քրիստոսի մարմնի մեջ գանձ էր թաքնված։ Իրանից գլխի չէին ընկնում, անընդհատ կամուկացի մեջ էին, դու ես թե դու չես։ Որովհետեւ այդ մարմնի մեջ ինքը ծածկված էր այդ գանձը։ Մի անգամ ընդամենը այլակերպության լեռան վրա մի փոքր բացեց եւ այդ շշմեցնող լույսը եւ այդ սպիտակությունը եւ այդ ամեն ինչը մի վայրկյան ընդամենը ցույց տվեց։ Դուք պատկերացնում եք ինչքան համեստություն եւ խոնարհություն է պետք ծածկել եւ չերևալ։ Չէ՞։ Անել եւ չցուցադրել եւ չաղաղակել, որ բա չիմացար ես արեցի այդ բանը քո համար։
Մենք սիրում ենք, որ մեր արածները գնահատվի։ Մարդկային բնույթ է դա։ Բայց Աստված քաշվում է մի կողմ, ծածկվում է ինքը։ Բժշկեց, քաշվեց մի կողմ։ Հիշում եք այդ գույրին, իցնե գույրին, բժշկեց, քաշվեց մի կողմ։ Ո՞վ է բժշկեց, չգիտեմ։ Ուելսում արտնություն սկսվեց, մեծ ուժեղ արտնություն սկսվեց և հազարներ դառնում էին տիրոջը, հրաշքներ էին լինում։ Ռեպարտյոր եկավ, որ նկարի այդ արտնության հեղինակին, անունը չեմ հիշում, կարող է Իվան Ռոբերտսներ, չեմ հիշում։ Եվ ինքը քարոզում էր ամբիոնի հետևում, տեսա, որ այն ժամանակ գիտեք են ծուխով ապարատ սպիշկեքն էին։ Տեսա, որ պատրաստվում է նկարելու, պահը լավ բռնեց, հենց որ այդ ծուխը պետք է ալներ, ինքը իջավ էս ամբիոնի հետևը, ծածկվեց։ Եվ այդ ռեպարտյորը չհասկացավ, որ չի նկարել, տարավ, հետո գիտեք ժամանակ էր պետք մինչև այդ անանեին, տպեին, տպես տեսավ դատարկ ամբիոնն է։ Հետո գնաց, ասեց, մի հատ էլ պետք է ձեզ նկարեմ, ասեց, ինչի համար, ասեց, ուզում եմ հոդված գրեմ, Ուելսի արտնության հեղինակը։ Ասեց, կարեք չկա ինձ նկարելու, ասեց, բա ոնց, ասեց, այդ նույն դատարկ ամբիոնը դրեք և գրեք, Ուելսի արտնության հեղինակը աներևույթ Աստվածն է։ Ինչքան լավ է, չէ՞ սենց, ինչքան պարզ է։ Որ մենք մեր փառքը, մեր թագավորությունը չենք սարքում, մեր նպատակը նրա փառքն է, ցույց տանք, թե նա ինչքան փառավոր է։ Ամեն։ Մի հատ երիտասարդ կար բանից հետո, երկրաշարժից հետո, երբ որ էվակուացվել էինք Ռուսաստան, այնտեղ իրար հետ էինք ապրում մի շենքում, որ իրան մի բանում գովում էին, ասում էին Արսեն ջան, ես ինչ, սենց իրան գովում էին, ասում էր, բա որ հորս տենակ։ Համեստությունը որոշում է, ընտրություն է։ Ուզում ենք, որ Աստված փառավորվի, վախենանք նրա փառքը վերցնելուց։ Նա ասում է, ես իմ փառքը ոչ մեկին չեմ տա։ Նա արտի մեջ ծածկված գանձի պես է, չէ՞։ Հետո տեսեք։ Երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Այդ մարգարիտները որտեղ են։ Ծովի հատակին։ Ծածկված։ Նրա ճաշակը սա է։ Փնտրել ծածկվածը։ Եթե մենք այնտեղ չկանք, նա մեզ երբեք չի գտնի։ Նա չի, որ մեր տեղը չգիտի, բայց դա իր ճաշակը չի։ Մենք չենք կարող ասենք, Տեր, փոխի ճաշակդ, որ ես էլ քո ճաշակի մեջ լինեմ, չէ, մենք պիտի իր ճաշակի համապատասխան փոխվենք։ Համաձայն եք սիրելիներ։ Հայտնության մեջ Տերը հանդիմանում է մի եկեղեցու 3-րդ գլուխ 17-18 համարներում ասում է, որովհետև ասում ես, թե հարուստ եմ, մեծացա և ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես դու, թե թշվառ, ողորմելի, աղքատ և կույր և մերկ ես։ Պատկերացնում եք ինչքան է ծայրահեղ իրարից տարբեր Քրիստոսի կարծիքը և եկեղեցու կարծիքը։ Ինչ արժեքների մեջ է աճել եկեղեցին, որտեղ Քրիստոսը չկա։ Որն է դա։ Դա եկեղեցու առավելությունն է մնացած բոլորից։ Եթե կլինի մի եկեղեցի, որտեղ կլսեք, որ ասում են, որ ամենաճիշտը մենք ենք, ամենալավը մենք ենք, փախեք այդ եկեղեցուց։ Որովհետև գոյություն ունի ընդհանրական եկեղեցի Քրիստոսի մարմինը։ Եվ չկա առավելություն, նենց ոնց որ մարմնի անդամների մեջ առավելություն չկա։ Տարբեր եկեղեցիներ տարբեր ֆունկցիաներ են անում։ Եվ ոչ մեկը չի կարող հպարտանա ուրիշի դեմ, թե ես մեծացել եմ,
Մենք փոքր ենք խոնար ենք մեր փոքրության մեջ, Աստված մեզ շարունակի ավելի խոնար լինելու շնորհք տա, որ երբ որ մեծանանք, ոչ մի բան չփոխվի։ Ոչ մի բան չփոխվի։ Չպարծենանք դրանով։ Ես մեծացա, հարուստ եմ, եւ այդ մեծանալը, գիտեք, ըստ էության չի եղել Աստծո հոգու միջոցով, եղել է մարդկային հնարամտության։ Կալինի եկեղեցու հիմքը, պետք է լինի եկեղեցու գլուխը, պետք է լցնի այդ ամբողջը։ Ոտքերի մասին էլ խոսանք, երկրորդ զույգ թևերը, որով իրանք ոտքերն էին ծածկում, սա շատ կարևոր է, սիրելիներ։ Մեր երկրորդ զույգ թևերը ծածկում էին նրանց ոտքերը մարդու զորավոր կողմերն են։ Տեսեք, դեմքը մարդու առանձնահատկությունն է, բայց ոտքերը մարդու զորավոր կողմերն են։ Մի բան եմ ուզում ասեմ ձեզ, հիշեք սա, վախեցեք ձեր զորություններից։ Վախեցեք ձեր զորավոր կողմերից, դրանք անկման պատճառ են լինում։ Մեր ուժեղ կողմերը մեզ կործանում են։ Մեր թույլ կողմերը մեր հնարավորություններն են։ Զաքեոսը շատ զորավոր կողմեր ուներ, ինքը հարուստ էր, մաքսապետ էր եւ այլն։ Մի վատ կողմ ուներ, կարճ էր։ Իր թերությունը հնարավորություն տվեց, որ ինքը Հիսուսի հետ հանդիպում ունենա։ Բայց իր զորավոր կողմերը պատճառ էին, որ ժողովուրդը ծածկել էին իրան եւ չէին թողում, որ ինքը մտնի Հիսուսի մոտ։ Միշտ մեր զորավոր կողմերը մեզ կործանում են։ Եթե մենք խոնարհությունը չբռնենք որպես արժեք, այն ինչ որ մեր լավ ձայն ունեցողների համար իրանց ձայնը գայթակղություն է դառնում։ Ես շատ եմ զգուշացրել քույրերի, ովքեր որ գերբնական ձայներ ունեն։ Ասել եմ, որ մի ընդգծվի, քո ձայնը մնացածի վրա թող չծածկի։ Միկրոֆոնդ հեռու պահի։ Մի պարծենա քո ձայնով։ Շատերը աշխարհ գնացին։ Եվ պատճառը իրանց զորությունն էր, իրանց ձայնը, իրանց կարողությունը։ Սողոմոնի զորավոր կողմը իր իմաստությունն էր, որ կործանեց իրան։ Սողոմոնի իմաստությունը կործանեց իրան, որովհետև իրան անկախացրեց Աստծուց, որովհետև ինքը Աստծուց ներքև ամեն ինչի պատասխանը գիտեր։ Երբ որ ինքը գրում է, որ արևի տակ ի նկատի ունի, որ Աստծուց ներքև։ Եվ դարավ կռապաշտ աշխարհի ամենաիմաստուն մարդը, որի նմանը ոչ եղել էր, ոչ էլ կլիներ։ Գիտեք, մի հատ պատմություն կա եղջերուի մասին։ Եղջերուն գալիս է լճի մոտ ջուր խմելու եւ երբ որ կռանում է, որ ջուրը խմի, այդ լճի մակերեսին տեսնում է իր պատկերը։ Լսել եք այդ պատմությունը։ Ինչ լավ է, որ չեք լսել։ Նայում է իրան, նայում է իր այդ ճոխ եղջյուրներին, թակավոր է իսկական։ Եվ հիանում է, մոռանում է, որ պետք է ջուր խմի։ Հիանում է, թե այս ինչ շքեղություն է իր գլխին, այս ինչ գեղեցկություն է։ Հետո կամաց, երբ որ մի քիչ արդեն դրա մեջ մնում է, հետո կամաց իջնում է, տենում է ոտերը բարա, ու ինքը լրվում է, ու գելերը գալիս են իրան ուտում են։ Կարծում եք սա հեքիաթ է, չէ, սա ճշմարտություն է։ Աբիսողոմի մազերը, որով որ ինքը պարծենում իր Իսրայելի մեջ, ինքը այդ ձևի մեկ երկրորդը չկար, իր գեղեցկությունով, իր մազերը իրան սպանեցին։ Հիշում եք, ծառերի մեջ խճճվեց, կախվեց երկնքի ու երկրի մեջտեղ եւ իրան սպանեցին մազերի պատճառով։ Սամսոնը, նրա ուժը, նրա օծությունը իր ուժի մեջ էր։ Ինքը իր ուժով ամեն ինչ փակ դուր չկար իր համար, դարպասները բռնում էր, տանում էր սարի վրա։ Էշի ծնոտով հազարավոր մարդկանց էր սպանում։ Իր ուժը առյուծին ճղեց մեջտեղից։
Սամսոնի ուժը պատճառ եղավ, որ ինքը կործանվի։ Եվ դա սկսվեց նրանից, որ իր ճղած առյուծի մեջ, այդ փթած դիակի մեջ, որին ինքը որպես օծյալ իրավունք չուներ կպնելու, այդ մեղրը վերցրեց եւ սկսեց ուտել։ Իր ուժը, որով ինքը բարձենում էր, իրան այդ ձևի իլյուզիա տվեց, որ իրան ամեն ինչ թույլատրելի է։ Եվ ինքը սկսեց խաղալ օծության հետ, Աստծո հետ, զորության հետ եւ արդյունքում կործանվեց Սամսոնը։ Մենք պետք է հասկանանք, եթե շեշտը դրեցինք մեր զորությանը, վտանգավոր է։ Առակացի մեջ sense բան կա գրած։ Չէ, Սաղմոսի մեջ 147 Սաղմոս 10-11 համարներ։ Նա հաճություն չունի ձիու զորությանը, զորեղ մարդու սրունքներին չի հավանում։ Տերը հավանում է իրենից վախեցողներին, որ իր ողորմությանն են հուսացած։ Չի հավանում մարդու զորությունը։ Ինչի՞։ Աստված ընտրել է տգետներին, տկարներին, ոչինչներին։ Ինչի համար, որովհետև այդ ամբողջը ինքը պետք է տա մարդուն։ Եվ զորության առավելությունը իրանը պետք է լինի, եւ ինքը պետք է փառավորվի դրա մեջ։ Երբ որ մեկը ինքը իրան զորավոր է համարում, ինքը չկա Աստծո ճաշակի մեջ։ Իմաստուն է համարում, չկա Աստծո ճաշակի մեջ։ Բայց երբ որ մեկը կախված է Տիրոջից, նրա օրհնության առատությունը կարող է վայելի։ Հիշում եք, որ Տերը Հակոբի ոտքին կպավ եւ Հակոբը դառավ կախ։ Հիշում եք, պատահական էր դա։ Չէ, պատահական չէր։ Ինչի հենց ամոլաջլին կպավ իր սրունքի, որովհետև դա ամենաամուր մկանն է մարդու, հենարանն է, որի վրա ինքը հենվում է։ Հակոբը ուժ չուներ այդ ոտքի վրա այլևս։ Ինքը աշխատում էր անընդհատ շուտ անցնել, որովհետև հենարան չուներ, որովհետև իրան պատվազիտ էր անում այդ ոտքը։ Հակոբը Աստծո հետ հանդիպելուց հետո ամբողջ կյանք կաղ մնաց։ Եվ այդ կաղությունը նրա առավելությունն էր։ Այսօր մոդա է թրաշ պահելը, չէ՞, տեսեք, մեր երիտասարդները սաղ թրաշով են։ Աշխարհում լիքը սաղ թրաշով են։ Այս թրաշը, որ ես պահել եմ 2004 թվականից, այն վաղ մոդա չէր։ Մեր Վարուժանի մահվան օրվանից եմ պահել։ Սա իմ կաղությունն է։ Այս նրա հետ հանդիպման հետքն է, որ կրում եմ ես իմ վրա։ Հակոբը մի ամբողջ կյանք գիտեր, որ մի ապավեն կա, եւ նրա անունը Եհովա է։ Երբ որ մեր զավակը մահացավ, դրանից առաջ շատ-շատերը բժշկել էր Տերը իմ աղոթքներով։ Երբ որ մահացավ, հետո մարդիկ գալիս էին ասում էին աղոթի իմ համար։ Ես մի բան գիտեի, որ եթե ես մի կարողություն ունենայի, ինքս ինձ համար կօգտագործեի, բայց չունեմ։ Ու երբ որ ես աղոթում էի իրանց համար, գրկում էի իրանց եւ ասում էի. Հիսուս, դու պետք է անես։ Եթե դու չանես, ես որտեղից անեմ։ Ինչքան լավ է։ Գիտես, մենք կարանք իմանանք, որ մենք պարգև ունենք, ասենք բժշկության պարգև է գործում մեր միջոցով, մարդիկ բժշկվում են եւ այլն, ազատագրվում են, բայց ավելի լավ է կախված լինել Տիրոջից։ Երբ որ 12-ից կներեք 9 չկարեցան դևին հանեն այլակերպության լեռան տակ, հիշում եք։ Հիսուսը իջավ, մարդը եկավ մոտ, ասեց, որդուս բերել եմ քո աշակերտները չկարեցան։ Հետո ասեցին աշակերտները, ինչի մենք չկարեցանք։ Եվ Տերը ասեց, այդ տեսակը ծոմով եւ աղոթքով։ Ինչ է ասում Տերը, ասում է, որ զորության աղբյուրը մեր տկարությունները գիտակցելը եւ Աստծուց կախվելն է։ Առաքյալները դրանից առաջ շատերին էին ազատագրել եւ ոչ մի դև չէր կանգնել իրանց առաջ, բայց հանկարծ իրանց մոտ չի ստացվում եւ Տերը տալիս է ավելի մեծ զորության աղբյուր նրանց։ Պողոս առաքյալը ասում է 3 անգամ աղոթեցի, որ այդ դևին հեռացնի, Տերը ասեց չէ։ Իմ շնորհքը քեզ հերիք է։
իմ զորությունը գործում է տկարության մեջ։ Դուք պատկերացնում եք, որ ամենատկար ժամանակ, քեզ ասում են ես բանը արա, եւ դու գիտես, որ այնքան տկար ես, ասում ես, չէ, չեմ կարող անեմ։ Ու չես հասկանում, որ դա ամենաճիշտ ժամանակն էր, որ դու գնայիր եւ Տիրոջ զորությունը հայտնվեր քո կյանքի մեջ։ Երբ որ մենք ծածկում ենք մեր ոտքերը, մենք միանում ենք Աստվածային զորության աղբյուրին։ Ամեն։ Երրորդն էլ նայենք։ Երրորդ զույգ։ Վերջացնենք, բայց պատգամը չի վերջանում, որովհետև մենք դեռևս հետո կնայենք Աստծո ներկայության մեջ լինելու հետևանքները։ Ինչա կատարվում, երբ որ մենք հանդիպում ենք Տիրոջ։ Երրորդ զույգը, սա շատ կարևոր գաղտնիք է, սիրելիներ։ Ուզում ենք հանդիպենք Տիրոջ հետ։ Հանդիպումները չեն լինում սովորության սահմաններում։ Այն ինչ որ մեզ համար սովորություն է, գալ, երգել, աղոթել, լսել, շփվել, գնալ։ Սա սովորություն է։ Երրորդ զույգ թևերը սերովբեներին միշտ պահում էին մեջտեղի հարթության մեջ։ Իրանք միշտ սովորական այդ բանից, մակարդակից բարձր էին։ Հանդիպումները լինում են նեյտրալ գոտիներում։ Երկրի վրա ճակերտավոր չի լինում։ Երկրից մի քիչ կտրված լինում է։ Երբ որ մենք պաշտամունքի ժամանակ մեր մտքերի մեջ ենք, երբ որ ամեն մի ցանկացած բան գրավում է մեր ուշադրությունը, երբ որ դուրը բացվեց մենք հետ ենք նայում, երեխեն լացեց շրջվում ենք, դա բնական ռեակցիա է մեր մարմնի, մենք այդ ձև ենք, այդտեղ հանդիպում չի լինում, հանդիպումը լինում է, երբ որ մենք կտրվում ենք իրականությունից, երբ որ մենք բարձրանում ենք սովորական իրականությունից, մենք հնարավորություն ենք ստանում Տիրոջ հետ հանդիպելու։ Երեք դեպք ասեմ, որոնք որ կատարվեցին նեյտրալ գոտում։ Համար առաջին, Լալաքուրը այսօր ասեց բացման ժամանակ, Սամարացի կինը, որտեղ հանդիպեց Հիսուսի հետ, քաղաքից դուրս ջրորի մոտ։ Բնական մեր միջավայրը հանդիպման տեղ չի։ Ինքը դուրս եկավ այդտեղից, եկավ այդտեղ, Հիսուսը արդեն այդտեղ էր։ Հիսուսն էլ այնտեղից էր եկել, մոտ 40-ից 60 կիլոմետր ճանապարհ էր անցել։ Իրանից շուտ եկել էր այդտեղ։ Այդտեղ հանդիպում եղավ։ Հիսուսը չգնաց այդ գյուղը, այդ կնոջը հանդիպելու, չէ։ Ինքը եկավ այդտեղ եւ սպասեց, որ այդ կինը գա այդտեղ։ Նա մեզ սպասում է, կարծում եք չի ուզում հանդիպի, շատ է ուզում։ Մի բան ասեմ ձեզ, երեք, երբ որ եկանք սերտողության, ստեղ մի քիչ զրույց բան եղավ, հետո հոգուս մեջ զգացի, որ Տերը այնտեղ սպասում է ինձ, ճաշարանում, գնացի ու ինքը այնտեղ էր։ Նա քաշում է մեզ, մենք պետք է զգայուն լինենք։ Ընդհանուրի մեջ, մարդկային մակարդակի մեջ հանդիպում չի լինում։ Ես չեմ խոսում բացառությունների մասին։ Նա ոնց ուզի երբ ուզի կարա գա, բայց ընդհանրապես ինքը նեյտրալ տեղ է սպասում։ Հանդիպում մեզ հետ։ Սիդոնացի կինը։ Սիդոնացի կինը դիվահար աղջիկ ուներ։ Քանի հոգի են պատրաստ իր դիվահար երեխուն Աստված հեռու պահի մեզանից, թողնելու եւ գնալու մի քանի ժամ քաղաքի սկզբում սպասելու Հիսուսին, որ նա գա։ Այդ կինը թողել էր իր երեխային եւ եկել էր Սիդոնի սահմաններից դուրս։ Հիսուսն էլ Հրեաստանի սահմաններից էր դուրս եկել եւ այդտեղ երկու սահմանագծին նրանք հանդիպում ունեցան։ Մտի քո ծածուկ սենյակը ինչ է դա նշանակում կտրվի իրականությունից։ Կտրվի տեսանելի իրականությունից, մտային իրականությունից, զգացմունքային իրականությունից, ով իմանց լուր Տիրոջը սպասի, Դավիթ ասում էր, ով իմանց լուր Տիրոջը սպասի, հասկանում եք, որ կա վիճակ, որտեղ որ հանդիպում լինում է, ու մենք պետք է բացահայտենք մեզ համար,
Ինչի կանգնած չէին այդ սերով բեները, որովհետև դա իրանց փափագն էր իրանց բարձրացնում վերև, փափագը կենթանի Աստծո նկատմամբ։ Սուրբ հեզորաստերը, հեչ եղել ա ձեզ այդ սիրելներ, երկրպագության ժամանակ անկախ ձեզանից բարձրանաք ձեր թաթերի վրա։ Եղել ա։ Հա? Եթե եղել ա, դա հենց այդ ձգտումն է կտրվելու իրականությունից։ Բարձրացնում եք ձեր ձեռքերը։ Ես վարդին շատ եմ տեսել, որ ձեռքերը բարձրացած երկրպագում է։ Ինչ է սա։ Սա մտնելն է հոգևոր իրականության մեջ։ Ես ձեզ մի բան ասեմ, քանի անգամ զգացել եմ, որ իմ բարձրացած ձեռքը բռնած լինեն ոնց որ, որովհետև բարձրացած ձեռքը հեշտ է հոգնում, բայց երբ որ բռնում է քո ձեռքը չի հոգնում։ Սա հպումն է ասում։ Մենք հպվում ենք իրան այդ ձևով։ Սա ձև չի մենակ, սա ինչ որ բան չի, պաշտելու ձև չի, սրա մեջ ձգտում կա, փափագ կա, ոնց այն նույն փափագը սերով բեներին գտրում էր իրականությունից, բարձրացնում էր Տիրոջ ներկայության մեջ։ Ահա, եւ անառակ որդին։ Հայրը երբեք չգնաց անառակ որդու մոտ։ Անառակ որդին որոշում կայացեց, թողեց իր տեղը եւ եկավ մի տեղ, որին ընթരാճ հայրը վազեց։ Սրանք հենց նրանց օրինակներ չեն։ Սա Աստծո ճաշակն է։ Մենք պետքա դուրս գանք եւ նա ընթരാճ է գալիս մեզ։ Ամեն։ Ուզում եմ ասեմ փորձեք, բայց դա փորձելու բան չի, արեք դա։ Քո համար պետքա դադարեն բոլոր ձայները։ Եվ դու կհայտնվես նրա ներկայության մեջ։ Նա զգալ կտա քեզ իր ներկայությունը։ Այստեղ մենք կանգնենք։ Հիշում եք բորոտն էլ դուրս եկավ իր համար առանձնացված այդ վայրից, եկավ մտավ քաղաք, որտեղ որ Հիսուսի հետ հանդիպում ունեցավ։ Հիսուսը երբեք բորոտների վայր չայցելեց, բայց բորոտներ բժշկվեցին եւ բոլորը բժշկվեցին իրանց կեցության վայրից դուրս։ Ինչ որ բան ստացար սիրելիս։ Շատ լավ, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։